Տիգրան Եգորյան, մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով արձանագրված կյանքի իրավունքի խախտումը նյութական եւ ընթացակարգային բաղադրիչներ զեկույցով հրավիրում ենք ամբիոնի մոտ, համեցեք պարոն Եգորյան։ Պարոն Եգորյան, ձեզ հատուկ շնորհակալություն, նկատելի է, որ դուք խնդիր ունեք, օտրվածք, բայց եկել եք ներկայացել եք, ձեզ շուտապույտ ապաքինում եմ մաղթում։ Համեցեք։ Շնորհակալ եմ։ Հարգելի նախագահող, հարգելի մասնակիցներ, ունկնդիրներ, այսօր ցավոք այս ֆորմատով իհարկե ամենայն մանրամասնությամբ խոսել փաստերի դրանց գնահատականների վերաբերյալ հնարավոր չէ, բայց ես կփորձեմ հիմնականի մասին խոսել, այն հիմնական հարցերի, որոնք բարձրացրել է Եվրոպական դատարանը, այն հիմնական հարցերի, որոնք բարձրացրել են տուժողները, տուժողների իրավահաջորդները եւ այն հիմնական հարցերի, որոնք որ դրված են այս պահին, դրված են վաղուց ենթադրում եմ, որ դեռ երկար դրված կլինեն Հայաստանի Հանրապետության առջև որպես մարտահրավեր, որոնք ծագել են այս լրջագույն իրադարձության արդյունքում, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք մարտի 1-ի գործ։ Այս գործը Հայաստանի Հանրապետության եզակի գործերից է եւ այն եզակի ամենամութ պատմության էջերից է, որոնք իրենց մասշտաբով եւ ազդեցությամբ շատ դժվար է գերագնահատել։ Դրանք ըստ էության ընդգրկում են ամբողջ պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնատար անձանց շրջանակները, դրանք վերաբերել են ըստ էության Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, դրանց ազդեցությունը ժամանակի մեջ այս պահի դրությամբ առնվազն մարտի 1-ի գործով 17 տարի է եւ ես կարծում եմ, որ դեռ նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով տարիներ կշարունակվի, իսկ դրա բարոյական եւ քաղաքական ազդեցությունները դեռ երկար մենք եւ կհիշենք եւ ստիպված կլինենք հաշվի նստել։ Եվ այս ամենի համատեքստում ամենակարևոր հարցն այն է, թե ինչ անել, որպեսզի նման իրադարձություն, ողբերգություն Հայաստանի Հանրապետությունում չկրկնվի։ Սա հանցագործություն էր, որը ուղղված էր ժողովրդի իշխանության դեմ։ Մարտի 1-ն այն մասին է, որ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը կիրառեց մահաբեր զենք ժողովրդի իշխանությունը հաղթահարելու համար։ Եվ այս մահաբեր զենքի կիրառման արդյունքում սպանվեցին 10 անձիկ եւ բազմաթիվ անձիկ ստացան վիրավորումներ։ Գոր Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գևորգյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Աբգարյանը եւ նաեւ Համլետ Թադևոսյանը ժողովրդի իշխանության եւ ժողովրդավարության համար մղված պայքարի զոհեր են։ Նրանց մահերը մինչ օրս բացահայտված չեն։ Այս կապակցությամբ 17 տարի անց ինչ է ասել Եվրոպական դատարանը այսօր քննարկման առարկա վճռով։ Եվրոպական դատարանը առաջին քննարկել է հարցը այն համատեքստում եւ այն եզրերով, որոնցով Հայաստանի Հանրապետությունը եւ ինչպես նաեւ իրավապահ մարմինների նախաքննության, դատախազության ներկայացուցիչները այստեղ խոստովանեցին Հայաստանի Հանրապետությունում չէր քննարկվել։ Այն համակարգայնությամբ, որով որ գնահատել է գործը Եվրոպական դատարանը, մենք չունենք բավարար անդրադարձ։ Եվ դրա մասին մենք լսեցինք, որ այո, հիմա սկսում է այլ մոտեցում այդ գործերի որակման կապակցությամբ եւ այլն։ Սա ցավալի փաստ է,
Սա ցավալի փաստ է, որ 17 տարվա ընթացքում մենք չենք կարողացել գեներացնել այս միտքը քրեական, քաղաքականության այս ոլորտում այս միտքը եւ մենք փաստորեն դրան կարողանում ենք անդրադառնալ միայն եվրոպական դատարանի վճռից հետո։ Հաջորդը, ինչ եվրոպական դատարանը հատուկ շեշտում է, եվրոպական դատարանը ճանաչում է Հայաստանի Հանրապետության կողմից թույլ տրված խախտում որպես պայմանավորվող կողմ։ Դատարանի նկատմամբ թույլ տրված խախտում։ Եվրոպական դատարանը հաստատված է համարում, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պատշաճ պայմանագրային կողմ չի համագործակցել դատարանի հետ եւ չի տրամադրել այն անհրաժեշտ եւ բավարար փաստաթղթերը եւ նյութերը, որոնք թույլ կտային դատարանին առավել համապարփակ, խորը եւ ընդգրկուն քննարկելու իր առջև բարձրացված հարցերը։ Հաջորդիվ դատարանը հատուկ ուշադրություն է հրավիրում այն ստանդարտին, որը կիրառում է այս գործի շրջանակում փաստերի նկատմամբ տրվող գնահատականի կապակցությամբ։ Դատարանը նշում է, որ փաստերի մասով հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, դատարանը ոչ թե առաջնորդվում է առավել հավանականության ստանդարտով, այլ առաջնորդվում է հիմնավոր կասկածից վեր ստանդարտով, որը որ կիրառելի է մեր Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի տեսանկյունից եւ անհրաժեշտ եւ բավարար է մեղադրանքի առաջադրման եւ հաստատման համար։ Այս ստանդարտը կիրառվում է Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանների կողմից անձի նկատմամբ մեղադրանք հաստատելու ժամանակ։ Եվրոպական դատարանը կոնկրետ մահվան հանգեցրած եւ մահվան դրվագների վերաբերող փաստերի մասով կիրառել է հիմնավոր կասկածից վեր ստանդարտը եւ դրանով առաջնորդվելով դատարանը արձանագրել է կոնկրետ մահերի պետությանը վերագրվելու անխուսափելի փաստը, ապացուցված համարելով, որ մահերը Հայաստանի Հանրապետության պատասխանատվության ներքո են եւ Հայաստանի Հանրապետության անունից իրագործված դրա բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հրահանգավորված գործողությունների հետևանք են։ Հետևաբար ուրվագծելով այն շղթան, որը մենք պետք է կարողանանք ներպետական մակարդակում հետևողականորեն բացահայտել։ Ինչ է սա ենթադրում իրենից։ Սա մեկ մեղադրանք չէ եւ մեկ քայլանի գործողություն չէ։ Սա նշանակում է վերանայել եւ քննարկել արդյոք ամբողջական եւ սպառիչ է այն մեղադրանքը ընդդեմ Քոչարյան եւ մյուսների, որը այս պահին գտնվում է դատարանում։ Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրած փաստերը հիմնավոր կասկածից վեր ստանդարտով քննարկել բոլոր այն դրվագները, որոնք մինչ օրս որոնցով իրականացվում են նախաքննական գործողություններ, արդյոք այն մոտեցումը, այն քրեական քաղաքականությունը եւ օրենսդրության քրեական օրենսգրքի մեկնաբանությունները, որոնք տրվել են, արդյոք սպառիչ են, արդյոք ամբողջական են, արդյոք բավարար են, որպեսզի մենք կարողանանք արձանագրել անհրաժեշտ արդյունավետություն այս գործերի բացահայտման համար։ Ես բերեմ մի օրինակ, որը հենց հիմա չափազանց առարկայական է եւ հենց հիմա գտնվում է քննարկման փուլում։ Ներողություն եմ խնդրում, որ բոլոր հարցերին չեմ կարողանա անդրադառնալ։ Հենց հիմա մենք ունենք օրինակ Չիրյոմուխաների կիրառման արդյունքում սպանված 3 անձի վերաբերյալ գործ, որով Չիրյոմուխա հատուկ միջոցը կիրառած ոստիկանների նկատմամբ հետապնդումը դադարեցված է, գործը կարճված է։ Գործի այս պահին, այս կոնտեքստում հետաքրքրող հանգամանքները հետևյալն են։ Այս անձանց առաջադրված է եղել մեղադրանք հատուկ միջոցի սխալ կիրառության վերաբերյալ, որի կապակցության վաղեմության ժամկետը համարվել է սպառված եւ նրանց նկատմամբ հետապնդումը դադարեցվել է։
Հիմա վերադառնանք քիչ առաջ քննարկված հարցի մոտեցմանը։ Արդյոք մենք կարող ենք համարել, որ այս անձանց կողմից կատարվածը ընդամենը հատուկ միջոցի սխալ անփույթ կիրառությունն է։ Եվ եթե այո, սա նշանակում է, մենք շարունակում ենք չտեսնել նույնիսկ այն, ինչ փաստաթղթով մեզ տրամադրել է Եվրոպական դատարանը։ Այս մարդիկ գործել են հրահանգների շրջանակում, իրենցից ավելի բարձր աստիճանակարգությամբ հիերարխիայով իջեցված հրահանգների շրջանակներում, գործել են կոնկրետ դիտավորության շրջանակներում, այլ հարց է նրանց կողմից պատճառված մահը ուղղակի դիտավորության, թե ալտերնատիվ դիտավորության հետևանք է, բայց երկու դեպքում էլ մենք պետք է քննարկենք իրադարձությունները, գործողությունները եւ դրանց հետևանքները մեկ ամբողջական կոնտեքստում, համատեքստում եւ հասկանանք այստեղ պատասխանատվության կապակցությամբ մենք adekvat ընկալում ունենք եւ նրանց վարքագծի ու արարքների նկատմամբ գնահատականը արդյոք adekvat է եւ այսօր արդեն արդյոք համապատասխանում է Եվրոպական դատարանի կողմից արձանագրված հիմնավոր կասկածից վեր ստանդարտով փաստերին։ Մենք գտնում ենք, որ ոչ։ Այս եւ բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ հարցի համակարգային մոտեցման, հարցի ճիշտ գնահատման կապակցությամբ մենք դժոխ կողմը բազմիցս բարձրաձայնել ենք եւ բոլոր այն առիթներով, երբ հնարավորություն ենք ունեցել առավել սերտ համագործակցել ինչպես նախաքննություն իրականացնող, այնպես էլ մեղադրանքը պաշտպանող մարմինների հետ, մենք դրանք արդյունավետորեն քննարկման առարկա ենք դարձրել։ Բայց որպեսզի հասկանալի լինի, թե սրա ծավալն ինչպիսին է, ես բերեմ հետևյալ փաստերը։ 2008 թվականից մինչև 2018 թվականը տուժողների իրավահաջորդների, տուժողներս նոր կարգավորումների իմաստով եւ վարույթ իրականացնող մարմնի միջև հաղորդակցությունը եղել է, այսինքն չի եղել է 0։ 2018 թվականին ժողովրդի իշխանության վերականգնման արդյունքում այս հաղորդակցությունը սկսվել է, այն տևել է մի քանի ամիս, եղել է մեր գնահատմամբ բավարարող արդյունավետության, բայց կարող էր լինել առավել արդյունավետ, այնուհետև նորից ընդհատվել է այս համագործակցության եւ նախաքննության շրջանակում ջանքի լրացուցիչ ջանքի ներդրման, լրացուցիչ, այսպես ասած, ջանասիրության արդյունքում մենք ունեցանք դատարան ուղարկված ընդդեմ Քոչարյանն ու մյուսների գործը։ Բայց դրանից հետո մենք սկսեցինք նորից ունենալ ձախողումներ եւ տապալումներ, դրանից հետո նորից խզվեց մեր կապը, ինչպես դատախազության, այնպես էլ նախաքննության մարմնի հետ, եւ մինչեւ օրս չի վերականգնվել։ Ես լսեցի տեղեկություններ մեր գործընկերներից, որ իրականացվել է օրինակ A, B, C որոշումների վերանայում, վերացում դատախազի կողմից եւ այլն, այդ փաստերը դրական են, բայց դրանք մեր համար ընդհանրապես ոչ տեսանելի, ոչ ստուգելի են։ Այսինքն դրանց մասին մենք առաջին անգամ լսեցինք այսօր այստեղ, մի ժամ առաջ, որովհետեւ մենք որպես տուժող կողմ եւ ես որպես տուժող կողմի ներկայացուցիչ ընդհանրապես դրանց վերաբերյալ չենք հաղորդակցում։ Սա մի կարևոր հարց է, որը եւս պետք է հասցեագրի, որտեղ պետության պարտավորություն է նաեւ տուժող կողմին ներգրավված պահել այնքանով, որքանով բնականաբար հասկանալի է, բայց առնվազն նվազագույն ներգրավվածություն եւ տեղեկացվածություն պետք է ունենա տուժող կողմը իր ազգականի մահվան կապակցությամբ գործի քննության վերաբերյալ։ Սա եւս Եվրոպական դատարանի տարբեր վճիռներով ձևավորված պրակտիկայի մաս է եւ պահանջ պետությունների նկատմամբ։ Հետևաբար սա եւս մի խնդիր է, որ պետք է լուծվի։ Ասեմ նաեւ, որ այնպես չի, որ նաեւ այս նոր ժամանակաշրջանում մեր
որպես պետություն գործողությունների եւ նաեւ առանձին պետական մարմինների գործողությունների բացի պատճառ եւ պակաս չենք ունեցել։ Օրինակ 2018-ից 20 թվականին տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունների արդյունքներից մեկն էլ այն է, որ նույնիսկ նոր ազգային ժողովի կողմից ընտրված 3 դատավորները Սահմանադրական դատարանում նրանց Սահմանադրական դատարանում գտնվելու պայմաններում եւս քվեարկություն է իրականացվել եւ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է սահմանությանը հակասող։ Այստեղ կարծում եմ մտահոգության տեղ կա եւ վերլուծության առիթ կա նաեւ պատշաճ եւ որակյալ կառավարման տեսանկյունից, օրինակ ազգային ժողովի կողմից ընդունված որոշումների այս մասով քվեարկության, այսպես թեկնածուների քվեարկության եւ ընտրության առումով եւ այլն։ Այստեղ եւս ունենք խնդիր, որը լուրջ է եւ իր լուրջ հետևանքն է ունեցել։ Դրա հետևանքով է, որ մենք մոտավորապես մի 4 տարվա շրջապտույտ ենք ունեցել եւ որի արդյունքում նոր կարողացել ենք այդ գործը, ես ընդհանրացված եմ խոսում, կարողացել ենք այդ գործը վերադարձնել դատարան։ Չնայած դեռ մենք չունենք դատարանի կողմից այս նոր մեղադրանքի վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում, այդ միջնորդություն թույլատրելու որոշում այս բան դեռ չկա։ Սա եւս առանձին ճյուղ է, որը կարծում կրկին այսօր մեր օրակարգում պետք է լինի, պետության օրակարգում պետք է լինի, որովհետեւ այսպիսի բացերը կարան հանգեցնեն նման եւ ավելի վատ հետևանքների, այդ թվում նաեւ ինչպես մարտի 1-ի, այնպես էլ մյուս այլ գործերի չբացահայտման։ Հետևաբար պետական մարմինների աշխատանքի արդյունավետության, կառավարման արդյունավետության խնդիր մենք եւս ունենք։ Հաջորդ կարևոր խնդիրներից է մարտի 1-ի տեսանկյունից, չնայած այստեղ էլի ակնարկներ արվեցին, որ քննարկման առարկա է դարձվում կարծես այդ հարցը, բայց կրկին մենք այս մասին չունենք որևէ ոչ պաշտոնական տեղեկատվություն, ոչ փաստական տվյալներ իշխանության յուրացման հետ կապված, որը ինչպես նշեցինք, միայն հիմնական խնդիրը, որպես այդպիսին մարտի 1-ի ծագման, դա ժողովրդի իշխանության հաղթահարումն էր։ Եվ այս կապակցությամբ եւս մենք չունենք հստակ անդրադարձ կոնկրետ սահմանության 2-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի, որը սահմանության մակարդակով համարվում է հանցագործություն, որի նկատմամբ կիրառելի չեն որևէ ժամկետներ, որևէ վերապահումներ, այս կապակցությամբ եւս մենք չունենք պատշաճ անդրադարձ։ Սա եւս օրակարգային հարց է։ Մյուս խնդիրը, որը շարունակաբար մեզ կարծես հետապնդում է տարբեր հարցերով, բայց հատկապես նաեւ այս գործով, դրանք վաղեմության ժամկետներին վերաբերող խնդիրներն են։ Չափազանց մտահոգիչ է, որ մենք չենք կարողանում հասցեագրել խնդիրները եւ այդ խնդիրների ամբողջական, այսպես ասած, խնդիրներին ամբողջական մոտեցումները իրավունքի եւ օրենսդրական տարբեր ճյուղերի առումով, որպեսզի արդյունավետ դարձնենք պայքարն այդ ուղղությամբ։ Այսինքն անլուրջ է սեփական այգում, երբ բոլոր առարկաները դու ինքնուրույն քաղաքական որոշումներով եւ իրավական որոշումներով պետք է կարգաբերես, անընդհատ սոտ տալ եւ ընկնել նույն այսպես փոսը կամ նույն բահի վրա։ Եթե մենք տեսնում ենք, որ ընդհանցակարգային առումով ունենք պարզ ընդհանցակարգային խոչընդոտներ, մենք պետք է կարողություն ունենանք այդ ընդհանցակարգային խոչընդոտները վերացնելու, բայց մենք դրանք վերացնելու փոխարեն գալիս ենք եւ ինչ որ կետում հայտարարում ենք, որ այսինչ բանը չստացվեց, որտեվ սրա վաղեմության ժամկետը ավարտվեց, այսինչ բանն էլ չստացվեց, որովհետեւ սրա նկատմամբ ոնց որ այլ մոտեցում ունեինք ու այդ մոտեցումը չստացվելու մասին էր։ Սրանք
այս երկրորդ խնդրի մասին ես առանձին կասեմ։ Այսինքն սրանք բարձրանակ հարցեր են, որոնք մենք պետք է կարողանանք կառավարել եւ կարգավորել, առավել եւս որ այդ վաղեմության հարցի հետ կապված, ընդհանցակարգային հարցի հետ կապված։ Եվրոպական դատարանն էլի ունի վճիռներ եւ ունի հենց Հայաստանին վերաբերող վճիռ եւս, որով դատարանը պայմանական ասած թույլատրելի է համարել այդպիսի ժամկետների ընդհանցակարգային վերանայումը եւ դրանք չեն հանգեցնում կոնվենցիայի խախտման պետության կողմից, բայց մենք դեռ շարունակում ենք այս խնդիրն ունենալ։ Ինչ վերաբերում է մոտեցման, եւ որակման, գնահատման հարցին։ Մենք ունենք լրջագույն խնդիր Հայաստանի Հանրապետությունում, կոնկրետ մի տեսակի իշխանություն, որը կարծես անկախ է, ինչպես գործադիր իշխանությունից, այնպես էլ օրենսդիր իշխանությունից, եւ որևէ կերպ կանխատեսելի եւ որոշակի կարծես թե չի։ Դա Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականության հարցն է։ Ով է որոշում Հայաստանի Հանրապետությունում քրեական քաղաքականությունը։ Քրեական քաղաքականությունը ունի տարբեր մակարդակներ։ Դա միայն օրենսդրական մակարդակում չի, որ որոշվում է։ Որտեղ օրենսդրական մակարդակում քաղաքականության որոշումից հետո այդ օրենսդրության կիրառության դաշտն այնքան լայն է, որ ըստ էության կարա իրար տրամագծորեն հակասող կարծիքների հանգեցնի։ Ինչպես օրինակ հետևյալ դեպքում։ Տեսեք, մենք ինչից ենք խոսում։ Մենք խոսում ենք, եւ քիչ առաջ գործընկերները խոսում էին այն մասին, որ մենք չենք կարողանում անհատականացնել սա, նույնականացնել նա, զենքը պարկուճի հետ, պարկուճը զենքի հետ, փամփուշտը գնդակը եւ այլն, եւ նաեւ կրակողին եւ մահացողին եւ այլն։ Սա ինչի մասին է խոսում։ Սա մոտեցման մի տարբերակ է։ Բայց կա օրինակ մոտեցման մեկ այլ տարբերակ, որը այսպես ընդհանրացված ասած կոչվում է միասնական դիտավորություն, որտեղ այստեղ ոնց որ մեծ շփոթ կա, որտեղ երբ մենք փորձում ենք սրա մասին խոսել, մեր գործընկերները փորձում են հակադարձել, որ դե մենք տենց անորոշ մեղադրանքներ չենք կարող առաջադրել, բայց խոսքը անորոշ մեղադրանքների մասին չէ։ Միասնական դիտավորությունն այն մասին է, որ կոնկրետ միասնական դիտավորության շրջանակում գործած անձինք միգուցե եւ նրանց բոլոր գործողությունները կամ գործողությունների բոլոր դետալները եւ հնարավոր չի հաստատել կամ առանձին դիտարկել, բայց միասնական դիտավորության շրջանակում նրանց գործողությունների եւ անգործությունների ամբողջությունը հանգեցրել է նրանց դիտավորության իրագործմանը։ Հիմա հաջորդ կարևոր հարցը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում, այդ թվում նաև այսօր մենք ունենք սեղանին դրված մեղադրանքներ, որտեղ տարբեր արարքների, տարբեր մարդկանց արարքների կապակցությամբ նախաքննության մարմինը եւ դատախազությունը կարողացել է որակել դրանք որպես միասնական դիտավորությամբ կատարված առանց առավել մանրակրկիտ դետալացման եւ հստակեցման ամեն մեկի կատարած գործողությունները։ Նու ինչ որ մակարդակով, որը կբավարարի այդ մեղադրանքին առաջադրվող ստանդարտներին։ Հիմա հարցս հետևյալն է. իսկ ինչն է խանգարում այդ մոտեցումը բոլոր հավասար պայմաններում կիրառելի դարձնել նաեւ այլ քրեական գործերով, նու այս դեպքում այս քրեական գործով, մարտի 1-ի քրեական գործով։ Եթե մենք չենք կարողանում հասկանալ Չերեմուխայի կիրառության օրինակ, Չերեմուխայի կիրառության հետևանքով, որ մի այսպես գնդակն է կրակվել եւ ով է կոնկրետ մահացել, բայց մենք գիտենք, որ ունենք X թվով Չերեմուխաներ, Y թվով դրանք կիրառողներ, ինչ որ ծավալով, եւ ունենք A, B, C, D անձանց ովքեր մահացել են դրա արդյունքում, եւ ունենք ցուցմունքներ, որոնցով պարզվում է, որ այս մարդիկ միասնական դիտավորության շրջանակում իրենց հրամանատարական ամբողջ հիերարխիայով հերթականությամբ իջեցված հրահանգներով իրականացրել են գործողություններ։ Մենք ունենք 20 վայրկյան եթե կարելի է։
Մենք ըստ էության ունենք բոլոր հարցերի պատասխանները, դրանք ուղղակի անհրաժեշտ է իրավաբանական ձևակերպման ենթարկել եւ այսպես իրավական գնահատականի տեսքով ամփոփել մեղադրանքի շրջանակներում, բայց սա տարօրինակաբար չի արվում եւ ես միգուցե նաեւ խորհուրդ տամ, որ այդ տարբեր քննչական խմբեր, որոնք կարողանում են այս դիտարկումներն անել, խոսեն իրար հետ, որպեսզի նաեւ այս քննչական խմբերը կարողանան այդ դիտարկումներն անել։ Ներողություն խնդրում, ժամանակը չարաշահելու համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։